Բանակի կերպափոխման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն էլ սպառազինության միջոցների համալրումներին զուգընթաց զորատեսակների ներդաշնակումն է։ Այս համատեքստում անխոս մեծ է մասնագիտական ստորաբաժանումներում հրամանատարական օղակի փոխգործակցության կարևորությունը։ Այսօր գործնական պարապմունքներ հրետանային բրիգադայի բազայի վրա նպատակ ունենալով ցուցադրելու հաշվի առնելով ժամանակակից պատերազմների փորձը նոր մշակված մարտավարությունը եւ մարտական աշխատանքը միանման մոտեցումներ սպայակազմի մոտ ձևավորելու, ինչպես նաեւ գործնականում ստորաբաժանումների գործողությունները ցուցադրելու նպատակով։ Հրամանատարական հավաքներն այդ թվում ըստ զորատեսակների բանակի արդիականացմանը միտված գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից անհրաժեշտություն են առաջին հերթին փորձի փոխանակման ձեռքբերումներով ու հաջողություններով կիսվելու հնարավորության, բացթողումներն ու թերությունները շտկելու միջոցների քննարկման առումով։ Առաջի անգամ ցուցադրվեց կրակաճշտողների պարապմունք եւ տեղազանման խմբերի պարապմունք։ Նպատակը ցուցադրելն էր նոր նմուշի սպառազինության կիրառման կարգը, պարապմունքներն ավելի արդյունավետ անցկացման մեթոդը։ Ընդգծելով, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվում զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքներում, միևնույն ժամանակ արձանագրենք, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նոր հնարավորություններ է ընձեռում զորքերի ներդաշնակման եւ արդյունավետ փոխգործակցության միջոցով մարտավարական նոր մոտեցումներ մշակելու, հմտություններ զարգացնելու եւ պայմանական մարտի պարագայում ըստ անհրաժեշտության կիրառելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ առաջ բերելով նոր կրթական մարտահրավերներ։ Հավաքի շրջանակներում ներկայացված ցուցադրական վարժանքի ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած եւ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող հրահանգիչները մասնագիտական ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացրին 155 մմ դրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքի, ինչպես նաեւ նիզակ հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների շահագործման հարցերի շուրջ իրենց փորձառությունը։ Մյուս ուսումնական կետը նկարագրված էր հակատանկային համալիրները, որոնք ժամանակակից արհեստական բանականությամբ համալրված հակատանկային միջոցներ են, ցուցադրեցինք նրանց վարժասարքեր, ինչպես նաև մեկ հաշվարկի միջոցով կրակային հարթակ զբաղեցնելը, որտեղից որ իրականացնում են խոցումը եւ կրակային հարթակը թողնելը։ Քննարկվեցին անձնակազմերի ուսուցմանը, մասնագիտական հաստիկների համալրմանն ու փոքր օղակի հրամանատարների պատրաստմանն առնչվող ընթացքային հարցեր, տեսակետներ ու առաջարկություններ, որոնք հետագայում կօգտագործվեն ուսումնական գործընթացը առավել ճկուն կազմակերպելու համար։ Նաիրա Համբարձումյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։